Ադրբեջանի զինվորականները կարծես թե ազատ գործողությունների իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ըստ էության Հայաստանի պետական մարմինները բացի արձանագրումից որևէ այլ քայլ չեն անում։ Նախորդին նաև Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը մեկնաբանելով տեղեկատվությունը, որ ադրբեջանցիները ծառեր են կտրել Սյունիքի մարզի Շիկահողի արգելոցում, որի մի մասը այժմ գտնվում է ադրբեջանական զինվորականների վերահսկողության տակ, նախ հաստատեց այն, հետո ընդգծեց, որ նման գործողությունները կապված են ամրաշինության եւ ինժեներական աշխատանքների հետ։ Երևի ներքին հանդի արգելոցի, այսինքն Զանգելյանի արգելոցի մասով է։ Նայեք, երբ որ ինժեներական համաշինական կառույց է սարքվում, այնտեղ որտեղ ծառը պետք է հատել, հատվում է։ Այնտեղ որտեղ պետք է արհեստական ոչ պայթունային արգելափակ ստեղծել ծառերի հատումներով իրականացնել։ Նա նաև ընդգծեց, որ ավելի մեծ մտահոգությունը ծառահատումը կամ ինժեներական աշխատանքները չեն, այլ ադրբեջանական զորքերի ներկայությունը հայկական տարածքում։ Ասրյանի խոսքով այդ մասով իրենք արձանագրումներ են անում։ Ինչ վերաբերում է Հայաստանի կողմից նման գործողությունների անթույլատրելիության վերաբերյալ հրապարակային հայտարարությունների բացակայությանը, գլխավոր շտաբի պետը առաջարկել է պարզաբանումներ ստանել համապատասխան պետական մարմիններից։ Պատկերը այն է, որ իրենք գտնվում են մտահոգիչը այն է, որ գտնվում են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ բազմից անգամ լսել եք, ասել ենք, ես էլ եմ ասել, գերատեսչության ղեկավարն էլ, Հայաստանի Հանրապետության վարչապետն էլ, որ մենք աշխատելու ենք, որ սահմանազատման սահմանագծման արդյունքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը ամբողջականությունը վերականգնվի։ Հայտ Նյուզի հետ զրույցում պահեստազորի գնդապետ Ալբերտ Բազեյանը անդրադառնալով Ասրյանի հայտարարություններին նշում է, որ սահմանապահ ծառայությունն իրականացնելը իրենց պարտականությունն է, իսկ եթե դա չեն անում, նշանակում է լավ չեն ծառայում։ Կներեք, արձանագրել կարող են լրագրողները, արձանագրել կարող են անել ուղղակի քաղաքացիները, իրենց պարտականությունն է, կատարել սահմանապահ ծառայությունը։ Ասրյանը վաղկոտ անձնավորություն է, Ասրյանը կրկնել է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունները, որ մենք Ադրբեջանի դեմ պատերազմելու շանս չունենք։ Նույնը ասել է նաև երկրապահ ղեկավար Սասուն Միքայելյանը, որ մենք այսօր Ադրբեջանի դեմ շանս ունենք։ Ու ինչի համար է դուք ծառայում, եթե Ադրբեջանի դեմ շանս չունեք պատերազմելու, երբ ուզեն ինչքան ուզեն առաջ կգան ու դուք էլ բարձր աշխատավարձ եք ստանում գումարած պարքի ավճարները։ Ստացվում է, որ այսօր ադրբեջանցիները ավելի ազատ են Հայաստանի Հանրապետության տարածքում եւ ավելի անկաշկանդ են իրենց գործողություններում, քան հենց հայերը։ Հիշեցնենք, որ Հայաստանում տարվա ընթացքում ապօրինի ծառահատումների համար բազմաթիվ քրեական գործեր են հարուցվում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների դեմ։ Եվ քանի որ ըստ էության մեր օրենքը գործում է միայն սեփական ժողովրդի դեմ, այլ ոչ թե կոնկրետ հանցագործությունը բացահայտելու եւ պատասխանատվություն սահմանելու համար, մեր իշխանություններն էլ ադրբեջանցիներին միայն շնորհակալություն են հայտնում ապօրինությունները քննադատելու փոխարեն, ադրբեջանցիները, քանի գնան, կարող են իրենց ավելի լկտի եւ սանձարձակ պահել մեր սեփական երկրում։ Հայտ Նյուզ լրատվական։